Աստուծուն դաշինքն է, մեր առաջնորդն է Վալոդիա Գրիգորյանը։ Մենք եկել ենք իրազեկելու, որ պատրաստ ենք կատարել մեր բոլոր խոստումները, մեր ծրագրերը, որոնք ծանոթ եք դուք, որոնք կազմել են ձեզ համար, որպեսզի կարողանանք մենք ապրենք մեր երազած համայնքում։ Դրա համար անհրաժեշտ է մարտի 30-ին լինել ընտրական տարածքներում ընտրել համար երկու միասնություն դաշինք Վալոդիա Գրիգորյան հաղթանակ! 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 Մենք ունենանք մեր միասնություն դաշինք քվեաթերթիկ համար 2 միասին դեպի հաղթանակ միասնություն դաշինք քվեաթերթիկ համար 2 Բարև ձեզ։ Համայնքի բնակիչները մեր բոլորս։ Աստված հետ մեր հետ։ Մասնակցելու եք ընտրությունների փառաքարին։ Այո, Տրամադրված եք, որ մասնակցեք։ այո։ Ինչ ակնկալիքներ ունեք տեխնացուներից, օրինակ Վալոդիա Գրիգորյանից։ Չենք կարող ասեմ, Ակնկալիք Չենք ճանաչում, որ ասենք։ Այդ տեխնացուներից Ընդհանրապես ոչ մեկ էլ ուզում ենք, որ գյուղին շատ լավ լինի, այդ ակնկալիքը միայն։ Հարգելի հեռուստադիտող, փառաքար խոշորացված համայնքում նախընտրական մթնոլորտ է։ Լուսաբանում ենք երկրորդ համարի տեխնացու Վալոդիա Գրիգորյանի քարոզարշավը։ Այս պահին պտղունք համայնքում ենք, որտեղ ինչպես տեսնում եք, երկու պարով են դիմավորում տեխնացուին։ Անցի 30-ին միասնություն դաշինք համար 2 Վալոդիա Գրիգորյան բոլորիս համայնքապետը հաղթանակ! 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 Միասնություն դաշինքը Վալոդիա Գրիգորյանի առաջնորդությամբ խոստանում է ձեզ, որ այդպիսի տրամադրություն կլինեն տարվա բոլոր ժամանակներին և դրանում ոչ մի կասկած չպիտի լինի։ Համոզված եղեք, վստահեք, հավատաք և ընտրեք այն ժամանակ միասնություն դաշինքը Վալոդիա Գրիգորյանի առաջնորդությամբ համար 2 կլինի բոլորի համայնքապետը Վալոդիա Գրիգորյան։ Դու իմացին նստած ես, նախ նստած ես, եղավ, աստված քեզի հաջողություն տա, որը վայն էինք ադարիս, մարդ ես, մարդկություն անես, որ է ժողովուրդս գա, որ մենք ղեկավար մենք ղեկավար չենք ունեցել, մենք ունեցել ենք գերնի տկի բոլորներ, ղեկավար չեն եղել նրանք մեր համար, ես ես գերի բնագիչ եմ 40 տարի ստեղ ապրել եմ, ու
Անաբավ ընտանիք է, մի օր չեն եկի ասել, տիկին քեզ լիաթացի փոխտան, յան չեն կդր։ Ընդրում ենք Վալոդյա Գրիգորյանի վերջ ուրախությունով նստից, առողջ նստից, սաղջան վայլ։ Մենք ձեզանով ուրախանանք, որի մարանց կատով ունեցել ենք, լավ համայնքապետ։ Մենք համայնքապետ չենք ունեցել, դա պոլի փալա, սրտենք ու թապենք։ Չկարա ինչ-որ մի կետ չդնի, որովհետև ես համար ավելի կարևորը վաղվա օրն է, ոչ թե այսօրվա։ Վաղը ինչ-որ մեկս չմտածենք, որ ինչ-որ մի բան ասել ենք ու չենք արել, դա ինձ համար սկզբունք է, վստահ եղեք դրանում, որովհետև սա ոչ առաջի օրն է, ոչ վերջի օրն է, որ պետք է գանք պտղունք համայնք, շփվենք բնակիչների հետ, իսկ ինձ համար շատ կարևոր է ցանկացած յուրաքանչյուրի կարծիքը իմ մասին, հետագայում ոչ թե հիմա։ Իմացեք, վստահ եղեք, որ այդտեղ ինչ-որ նշված է, կետարկետ իրականություն է դառնալու եւ այդպես։ Լավ եք, ձեզ դավոք։ Բխունքից եք դուք։ Այո։ Ընտրություններին մասնակցելու եք, ինչ ակնկալիքներ ունեք տեխնացուներից։ Լավ երևի։ Հուսանք, որ լավ կլինի։ Ճանաչում եք Վալոդյա Գրիգորյանին։ Չէ, չեմ ճանաչում, բայց կճանաչենք հետո։ Իսկ դուք Հա, ճանաչում եմ։ ինչ կարծիք ունեք իր մասին։ Շատ լավ։ Իրան մաղթում եմ ամեն ինչը։ Ինչ ասեմ, իրան ճանաչում ենք, շատ լավ մարդ է։ Տենց լավն եմ մաղթում իրան։ Ինչ ակնկալիք ունեք, ինչ եք կարծում կընտրվի Կընտրվի, հա։ Անպայման։ Տեղից գիտեք։ Գիտեմ, Ընդհանուր տրամադրություն։ տրամադրությունից ընդհանուր։ Իշխանությունն էլ վստահ է, որ իրենց տեխնացուն է ընտրվել։ Չէ, մեր տեխնացուն Վալոդյան պետք է ընտրվի։ Իշխանությունից գող չեք։ Գոհ ենք, ինչ ասեմ։ Ուղղակի ուզում եք, որ Վալոդյան։ Հա, մենք Վալոդյային ենք ուզում։ Բարև ձեզ։ Այսուհետ թող բարևը եւ բարի երեկոն, բարի առավոտն ու բարի լույսը դառնա մեզ համար անձնագիր։ Միմյանց հանդիպելուց ասենք բարի լույս, բարի առավոտ, բարի երեկո, բարև ձեզ եւ ինչքան լավ կլինի։ Ինչքան լավ կլինի բոլորիս համար։ Մենք ժողովուրդ ջան, մենք մի ճանապարհ ունենք անցնելու։ Այդ ճանապարհին շատ խոչընդոտներ կլինեն, խոչընդոտներ կլինեն, դժվարություններ կլինեն, բայց հաղթանակի ճանապարհը շատ դժվար է լինում։ Մենք այդ ճանապարհը պետք է անցնենք, ուրիշ ճանապարհ չունենք, որովհետև մենք ընտրել ենք լավագույնը։ Մենք վատի եւ վատագույնի հետ գործ չունենք։ Մենք ընտրել ենք լավագույնը եւ համոզված ենք, որ միասնություն դաշինքը Վալոդյա Գրիգորյանի առաջնորդությամբ կարող է մեզ տանել դեպի հաղթանակ։ Հաղթանակի հասնելու համար դժվարություններ են պետք հաղթահարել։ Այդ դժվարությունները հաղթահարելու համար կամք է պետք, ուժ է պետք, գոհ է պետք։ Այդ բոլորը ունի մեր տեխնացուն։ Այդ բոլորը ունի այն անհատը, որը կարող է բոլորի աչքերին նայել, պարզ, հստակ, խոսել, զրուցել, ասել դժվարությունները, խնդիրները, այն բոլորը ինչ բխում է մարդու սրտին եւ ինքը կարող է այդ խնդիրները լուծել։ Նրա համար նշանակություն չունի, պատմունքից է, մերձավանից է, Փարաքարից է, թայ որտեղից, այն 9 համայնքներն են նրա համար մեկ են եւ ինքը դառնալու է բոլորի համայնքապետը, որպեսզի ինքը կառուցելու է այնպիսի փարաքար, որ բոլորիս երազածն է լինելու, ինքը կառուցել է այնպիսի համայնքներ, որ զարգանալու են համաչափ, ինքը կառուցելու է մեր երեխաների, մեր թորների ապագան, մանկապարտեզներ հաճախելու են երեխաները անվճար, միջհամայնքային տրանսպորտը լինելու է անվճար, կառուցվելու են բաց լողավազաններ, լինելու են ժամանցի գոտիներ, կառուցվելու են մեծ, հզոր, խոշոր սպորտային հրապարակներ եւ կառույցներ, որտեղ մեր երեխաները կարող են հաճախել, որ մարզաձևը ասել։
ու այդ բոլորը կկատարվի միասնություն դաշինքը Վալոդիա Գրիգորյանի առաջնորդությամբ։ Հավատում են։ Վստահում են։ Կարող եք միասին անել։ Ուրեմն մարտի 30-ին բոլորը միահամուռ, առանց վախենալու, առանց երկմտելու, առանց այլևայլությունների գնում եւ ընտրում ենք համար 2 միասնություն դաշին Վալոդիա Գրիգորյան։ Արդեն մեր միասնություն դաշինք իրակ հորս կանել եմ, բոլոր համայնքերը փոխ գործերու ծանոթ չէին, ծանոթացան, գործեր որ ընկեր ծանոթ էին ընկերացան, արդեն էսի մեծ հաղթանակ է մեր համար, աստ չեմ։ Բարով ես եկել մեր գյուղ ու համոզված երի մեր գյուղի մեծ մասը, չասեմ ամբողջ փոխոցի կանգնացում։ Կընտրություններին ասեմ, որ համոզված եղեք, որ Վալոդիա Գրիգորյանը խոսքի մարդ է, գործի մարդ է ու եթե ձեր ձայնացաք միասնություն դաշինքին անպայման ձեր երազանքը, ձեր իրձը կապված գյուղի հետ, կապված ձեր երեխեքի ապագայի հետ հաստատ կատարված է։ Անչափ շնորհակալ եմ այս շրջանակության համար։ Ես համայնքի խնդիրներին բավականին ծանոթ եմ, այսօր մնացած մեր համայնքների։ Դուք իմացեք մի բան, ժողովուրդ ջան, որ ամեն ինչը լինելու է ամենօրյա ռեժիմով լուծման եւ նոր խնդիրների բացահայտման եւ դրանց լուծման շրջանակում ենք մենք աշխատելու։ Դա ես ձեզ վստահեցնում եմ։ Ինձ համար շատ մեծ կարևորություն ունի ոչ թե այսօր ընտրվելը կամ համայնքի ղեկավար դառնալը, ինձ համար շատ մեծ նշանակություն ունի իմ բնակչի, իմ ընկերոջ, իմ բարեկամի, իմ հարազատի կարծիքը իմ մասին վաղը։ Ինչը որ վերաբերվում է ծրագրում ինչ որ ներառված է, դրանք հատիկ առ հատիկ իրականություն է դառնալու, որովհետև չենք կարող մի բան ասենք ու չանենք, այդ իմ խոսքն է ու այդպես պետք է շարունակենք ապրել եւ չեմ ուզի չի կարա լինի այդպես եւ չեմ ուզի նաեւ որ ես ինչ որ մի օր գամ պտղունք, ինչ որ մի բնակիչ այստեղ ինձ կանգնի ասի օրինակ դու ես ինչ բանը չես արել։ Դա ինձ համար ուղղակի չգիտեմ աննկարագրելի մի երևույթ կարա ստացվի, այտենց բան բացառված է, որ այտենց բան լինի, էդ էր իմ ասածը, շատ շնորհակալ եմ բոլորից հետ, ինչ վերաբերվում է համայնքի խնդիրներից խոսեցինք, հասկացանք, ինչ վերաբերվում է մարդկանց բնակիչների անձնական խնդիրներին, ինչը որ կապված է համայնքի հետ, դուք իմացեք մի բան, որ համայնքապետարանը լինելու է այն վայրը, որտեղ մեր ցանկացած բնակիչ շատ բարձր տրամադրությունով պետք է գա համայնքապետարան իր խնդրի հետևից եւ շատ բարձր տրամադրությունով այնտեղից պետք է գնա իրենց տուն կամ իր գործին։ Այս տարիների ընթացքում ճիշտ է, այդպես չի եղել։ Դրա մեղավորը մենք չենք, դրա մեղավորը կառավարման այսօրվա ճիշտ չկազմակերպված իրենց այդ խոսքով։ Դուք իմացեք, որ համայնքը լինելու է այն վայրը, որտեղ բոլորս լինելու ենք հավասար։ Համայնքի ղեկավարից սկսած մինչև գործի աշխատակից լինելու ենք հավասար։ Եվ յուրաքանչյուրիս խնդիրը լուծվելու է առանց քաշքշուկի, առանց պրոբլեմներ, արհեստական պրոբլեմներ սարքելու օրենքի շրջանակներում եւ ամենակարևորը շատ արագ։ Իսկ դրա համար ինչ է պետք։ Մենակ ցանկություն։ Իսկ այդ ցանկությունը ես ունեմ։ Այդ վստահ եղեք եւ շնորհակալ եմ ձեզ
Դու իմ կողքին ես, ես եմ ձեր կողքին։ Շնորհակալություն։ Ճանաչում եք Վալոդիա Գրիգորյանին։ Որտեղից։ Փոքրուց Ինչ կարծիք ունեք իր մասին եւ ինչ կարծիք ունեք արդյոք կընտրվի։ անպայման։ Ինչու եք այդքան վստահ։ Վստահ եմ, որովհետև անցած անգամ էլ էր ընտրվել։ Բայց չդարձավ, որովհետեւ ինչ եղավ։ Չեմ կարող ասել։ Եկել եք պայքարում։ Քաղաքականության մեջ չկամ ես։ Պայքարում եք։ Հա, պայքարել եմ, էլի պայքարել եմ։ Ինչ ակնկալիք ունեք։ Դրական։ Հա, ինչ եք ուզում որ արվի ձեր Ինչ որ համայնքում։ խոստացել է, հաստատ գիտեմ կանի։ Այ որ կան։ Հաստատ։ Իրան ճանաչելով հաստատ։ ամեն ինչը, որ խոսքի մենք դավերոն եկանք, խոսքի այնքան վստահ մոտիկանա, ոչ թե մենակ իմ շահով կամ քեզի մոտիկանամ, այլ գյուղի շահով մոտիկանանք, ախպերս։ Սա մաքուր ակուրատնի իդեալական էլնի ախպեր, ուրիշ ոչ մի բան հետաքրքիր չէ, այսօր գյուղացուն ի՞նչ ա պետք, Վալոդ ջան։ Իրանց համայնքը նորմալ աշխատեն, նորմալ դնեն, նորմալ մաքրեն ախպեր, մարդիկ էլ լեն իրանց լավը զգան։ Հետա Վալոդ ջան, ուրիշ ոչ մի բան էլ այսօր գյուղացուն ի՞նչ ա պետք ախպեր, որ մաքուր ակուրատնի սիրուն ախպեր մարդիկ լեն մանգան։ Իրանց երեխեքի համար, իրանց ամեն ինչի համար ախպեր այսօր։ Սալոն գանտեղ Մնացած է Վալոդ ջան։ Պետքա ցանկություն առաջին։ Վալոդ ջան, ես ցանկություն, մեծ ցանկություն ունեմ։ Դու ցանկություն Իմ կյանքովս մեկ, այն որ ասում են ասում փառք։ Ես մտածում եմ իմ գյուղի մասին, վայ կներեք։ Իմ գյուղի մասին եմ մտածում։ Սաղ էլ իմ գյուղն են, ախպերս, թող սաղ գյուղերն էլ խոսքի թող իմ նման մտածեն, լիքը մարդիկ մտածեն, ախպերս գան, ասեն Վալոդ ջան։ Մեր գյուղում խոսքի էս փողոցն է, խոսքի էս հարցն է, ախպերս թող հավաքվեն, ոչ թե մենակ անձնական մեկի շահը լինի, այլ էլ ինքերս գյուղի շահը, որ մաքրեն, դզեն, ակուրատի մաքուր, թող սաղ էլ իրանց լավը զգան ախպեր։ Ցանկությունը ես։ Զոր, եթե մի հատ շահել էլ լինի, Վալոդ ջան, ես որ գամ իմ շահի հիմար, հաստատ ունես կանեմ, որ իմ գյուղացիքին ոչ մեկի նեղություն չտամ։ Ես ուզում եմ, որ սաղ իդեալական մարդիկ, որ մոտիկանան էլ իրանց լավը զգան, ախպեր, որ իրանց հարցի հիմար մոտիկացել են ախպերս։ Քո ասած օրենքի չափի մեջ ախպեր թող մաքուր ակուրատնի լինի ինքերս, ու փողոց ներկա դու չես եկել, չես մասնակցել։ Վալոդ ջան, ես լիճբե ես ընձի որ խոսքի դու էլ որ գաս մտես մեր փողոցը, ես ընձի վատ կզգամ։ Վալոդ ջան, ընձի ճիշտ հասկացա։ Ես խոսքի կատարում ձեր փողոցը։ Դե մնացած դե ասֆալտին կամ ինչ-որ բանին, դե ասֆալտի հարցը չի։ Ինչ խնդիր ունի։ Մեր համայնքը այսօր ոնց սա համայնքներն էլ խնդիր ունեն։ Ինչ խնդիր կոնկրետ ջրի Կոնկրետ ոչինչ չունի։ Մենք հա մեր պատրոնքում այսօր խոսքի ռոռոկման ջուրի խնդիր պրոբլեմ են էլ ինչ ձևի։ Այսօր իմ դաշտը ես այսօր ուզում եմ հողամաս ջրեմ, չեմ կարող։ Ինչն է խնդիրը, ջուր չկա թե Դե ուղղակի ջուրը պրոբլեմ է էլի, քիչ են տալի, առուները կամ նավերը չեն գցում նորմալ, գցում են կամ կիսատ են անում։ Անենց ելնի, որ սաղին էլ ելնի։ 4 տարի իշխանության էր ԿՊ-ի տեխնացուն, խնդիրը չեք բարձրաձայնել, իրենք չեն լուծում, չեն։ Ախպետի դնող լինի, որ բարձրաձայնի։ Հիմա փողոցներ կան, հիմա փողոցներ կան, Քուրջան, որ փագեն։ Հետո օրենքով փողոցները տված են, որ փագուղի չլինի, ասենք ես փողոցը դուրս գալի, փագուղի պետք է չլինի։ Պետք է բաց լինի այդ փողոցը, հիմա այդ փողոցը փագա։ Ասելով ինչ նկատի։ Ասենք մտել ես գյուղ, հիմա մտնում ես գյուղ, ասենք փակ փողոց չկա, կարաս ֆրազ դուրս գաս։ Բայց կոնկրետ այսօր փողոց կա, որ գալիս է հատման աստիճանի է կայնում։ Էլեկտրոնային ճանապարհ չկա, որ այդ փողոցը ասենք տված են, որ պետք է փողոց։ Քարտեզով գծած են, բացված չի, չկա այդ փողոցը հիմա։ Հա, բացված չի։ Մեր հետ բանի փողոցների վերջը, անձամբ մեր փողոցի վերջը փակուղի է գալի։ Բայց ճանապարհ կա, որ մտահոգությունը այդ փակուղին է, Չէ, այլ հարցեր կա, ոչ չկա։ Փողոցների բարեկարգման հարցն է,
իր լուսավորության հարցն է, իր ջրի հարցն է։ Երկրի հարցը թողենք Միրանի վրան, արդեն քանդել են երկիրը, էլի շտողեն։ Սաղ պետք է միասնական լինի, որ երկրի հարցն էլ արդեն նորմալ լինի։ Եվ հույս կապում եք Վալոդիա Գրիգորյանի։ Ես եմ, հա, հույս կապում եմ։ Որ կողմից նայում ես, էլի հատկանիշներ կա։ Հույսու հավատը միան մեր, հույսու հավատը դու ես։ Իրականացնես, որ տարբերություն առաջապես չլնի։ Ես որ հարուստային մեկը քյասին բան, էդ կա մի բան։ Ինչ սպասելիք ունեք, ինչ խոստումներ եք ել Վալոդիա Գրիգորյանը։ Խոստումներ, մեզ խոստումներ պետք չի, մենք ակնկալիքների հույսեր ունենք, որ գյուղը գոնե վերջապես կբարգավաճի։ Ընդհանրապես վերջապես գյուղը կբարգավաճի։ Գյուղում ոչ մի հնարավորություն համարյա թե չկա։ Ինչ հնարավորություն։ Կուլտուրայի տուն չունենք, գյուղում որպես այդպեսին կամ կուլտուրայի պալատ չունենք։ Չգիտեմ, միջոցառում անցկացնելու հնարավորություններ չունենք։ Նորմալ գյուղապետարան նույնիսկ չունենք, որ հիմի նոր անվանումով իբրև նշվելու սովետական միության 50-ական թվականների կառուցած շենք, կիսավթարային վիճակ, մի խոսքով ամեն ինչը շատ խնդիրներով մի քանի տարի առաջ վերջապես գյուղի բլված դպրոցը կարողացան պետական միջոցներով նոր կառուցել են, ընդամենը գյուղում։ Մեկ դպրոց, այո։ Շուրջ 3 տարի դպրոցի կառուցման ընթացքում երեխաները հաճախել են Հարկեր են բարձրացնում, բայց այդ գումարները ուր է գնում, որ չեն կարողանում համայնքը զարգացնել։ Ես ինֆորմացիա չունեմ, թե ուր են գնում։ Որպես քաղաքացի։ Իմ դատողությունը հիմք չի։ Իմ դատողությունը ժողովրդի դատողությունն է, ոչինչով չի տարբերվում։ Բայց ժողովուրդը չպիտի պահանջատեր լինի։ Ժողովուրդը դրա համար էլ այսօր այստեղ է, դրա համար պահանջատեր է, դրա համար փորձում են։ Հիմա որ ԿՊ-ի տեխնացուն գա խոստանա, խոստումներ տա, իրեն կընտրեք։ Ես իմ տեղն եմ պատասխան տալիս, ես իմ կողքին եմ, նրա համար եմ իմ ձայնը տալիս։ Այսինքն Վալոդիա Գրիգորյանի հետ։ Իհարկե, դեռևս անցած ընտրություններից։ Ասենք գյուղում չունենք մշակույթի տուն, ասենք բոլոր այս գյուղի երեխաները տուժված են այդ առումով, որովհետև ոչ մեկը դե հիմա դպրոցը բան չի, հիմա ուրիշ բան եմ ասում, ասենք հնարավորություն չկա տրանսպորտով, ասենք ուզենաս երեխայի տանես, ասենք թեկուզ փարաքար կամ մեջմիածին, դա ֆինանս է, չկա գյուղում այդ ինչ որ մշակույթի տուն, որ մեր երեխաները հաճախեն ինչ որ մի տեղ խմբակների կամ ինչ որ մի բանի։ Այդ հարցն է կուզենանք, որ լուծվի։ Եղավ։ Ձեր ծրագրում կա, չէ՞, երթուղի տրանսպորտի միջհամայնքային։ Միջհամայնքային ունենք մենք ծրագրում տրանսպորտը, բայց այստեղ կարա նաև այդ տրանսպորտային մարշրուտ ասվածը, հա, ինչ որ բնակիչներին ոչ անհարմար չլինի այդ ամեն ինչը, պետք է մենք նախարարինը շփվենք բնակիչների հետ, հասկանանք որ ժամին, որտեղից այդ ամեն ինչը կարանք կազմակերպենք այդ ձևով ու ինձ թվում է այդ հարցի լուծումն էլ շատ արագ կունենանք։ Կլինի, որտեվ գոնե մեր երեխեքը կհաճախեն ինչ որ խմբակներ, թե չէ տենց ֆինանսը որ հաշվում ես, ընդհանրապես տուն կա հնարավորություն չունի, որ այդ միջոցները դժվարանում են Երևան տանել խմբակների։ Դե հա, այո, որովհետև տրանսպորտը 300 դրամ արժի, բոլորն էլ գիտեն, ու ասենք ես ունեմ 3 երեխա, հաստատ ես չեմ կարա այդ գրաֆիկով, ասենք 3-ին էլ ամեն օր տանեմ ու այդ տրանսպորտի, իսկ եթե ունենանք գյուղում ինչ-որ խմբակներ, բնականաբար մեր գյուղում մեր երեխաները տեղյակ չեմ ճիշտ ասած։ Հա, դե նախկինում 250 դրամ էր, հիմա 300 է դարձել դրամ։ Ուղղակի եթե ունենանք մեր գյուղում մշակույթի տուն, մեր երեխաները չեն գնա ուրիշ տեղեր։ Այդ ակնկալիք ունեք, թե այլ սպասելիքներ էլ ունեք։ Դե դա է միակ խնդիրը գյուղում։ Դե հիմնականում դա է, ասենք, հա, հիմնականում դա է, մնացած ամեն ինչը դպրոցը նորակառույց ունենք, խաղարապարակ ունենք, որ մշակույթի տուն ունենանք շատ լավ կլինի։
Ոչ մի բան չկա, ֆուտբոլի դաշտում մենակ գյուղի դպրոցի տարածքում փոքր, առաջ մեծ գյուղին առանձին ունենք։ Ֆուտբոլի դաշտ չունեն գյուղում։ Նախկինում ունենք, հիմա դպրոցը տեղ սարքեցին։ Հիմա մի փոքր է, ավելի փոքր, մի 80 Իսկ տեղ կա, որտեղ հնարավոր է խաղալ։ գյուղում համայնքային նշանակության հող չկա երևի թե։ Այսինքն ինչպես ա եղել, որ սպառվել է համայնքային նշանակության։ Վերջացել է։ Ուղղակի սպառվել է։ Վաճառել են, Դե աջորդի հիմա արդեն չեմ կարող ասեմ, բայց չգիտենք։ Գիտեք, չեք ասում։ Բարձրալ է գիտի։ Միասնություն դաշինք, քրյատերտիկ համար երկու, միասին դեպի հաղթանակ, միասնություն դաշինք, քրյատերտիկ համար երկու։ Վաղը սպասվում է ամփոփիչ հանրահավաքը Փարաքարում, ինչ ակնկալիք ունեք, ոնց եք պատկերացնում, բազմամարդ կլինի, թե մարդիկ այդուհանդերձ։ Մեր Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները մեծ ողջավորությամբ ներկա են գտնվելու։ Այս կա։